Մենք գարեջրի մասին ենք խոսում, որ հատկապես ամռանը շատ են օգտագործում տղամարդիկ, ինչու ենք այդքան շատ հատկապես երեկոյան խմել եւ ուտել ուզում։ Դա ինձ ավելի շատ ինձ թվում է կոնկրետ գարեջրի մասին է խոսքը, դա դրա տրադիցիա է երևի։ Ամառը գարեջրի օրնա, հետո գիտես չկա գովազդել է շատ։ Ախր մարդու աչքը որ շատ մի բան է տեսնում, դե անընդհատ ուզում է։ Դե ամբողջ օրը նայում ես տելևիզորով կամ բանով թերթում ես ֆիդերը, նայում ես գարեջուրի տեսակներ գույնավոր, դե ձգում է, չէ՞ կոմոդ։ Էլի եմ գրգնում։ Գիշերը խնդիր չկա, խմեցիր հացդ կերար, վրից չգիտեմ, գեժ ժամեդո մի հատ խմեցիր փոքր շիշ, լավ է, վերջ։ Մի չարաշահի, խնդիրը չարաշահելու մեջն է։ Ամեն ինչ միշտ ասում եմ ես, չափի մեջ շատ լավ է, բայց ինչ որ չափը անցնում ես, իմացի չեն խոսում նիհարել կամ չանալու մասին մենակ։ Գարեջուրը արդեն խանգարել է քո հորմոնները տղամարդու։ Մինչև պրոլակտին բարձրացնելու է։ Էստրոգեն կարա խախտի, այսինքն ինքը գարալիք խախտումներ տա քեզի։ Այսինքն գրծքերի ձևը սրվում է դղեկի մոտ գարեջուրի օգտագործելուց երկար ու շատ տենցել է լինում։ Հորա հելնում մենակ, որովհետև ինչի համար հորմոնների խախտումից որովայնի ջարմն է սկսում ավելանալ։ Ձնդրանը ուշադուն դարձրեցեք, կյանքը չպրծավ ամառով։ Մենք լիքը ամառներ ունենք հələ որ պիտի գա։ Լիքը ամառ ունենք, այս ամառով չպրծավ։ Ֆայլի կյանքը, բայց քիչ, չափավոր ամեն ինչը։